Բոլորը գիտեք, ես ինձ սիրով եմ պատասխանում հարցերին, առավել ևս, եթե հարցի հեղինակը մեր շատ սիրելի տատիկներն ու պապիկներն են։ Ուրեմն հարցի հեղինակը հետաքրքրվում է, թե ինչպես կարող է փոխանցել իր գույքը իր աղջկան։ Նշեմ, որ երկու հնարավոր ձեր իրավիճակում երկու հնարավոր տարբերակ կա՝ կտակ կամ նվիրատվություն։ Կտակի դեպքում դուք եք միայն գնում նոտարական գրասենյակ, ձեզ մոտ ունենում եք ձեր անձը հաստատող փաստաթուղթը, այսինքն անձնագիրը, ցանկալի է, որ սեփականության վկայականի պատճեն եւ ձեր աղջկա անձնագրի պատճեն ունենաք, որպեսզի այդտեղ հասցեն ճիշտ գրվի, անուն ազգանունը ճիշտ գրվի։ Մյուս տարբերակը դա նվիրատվությունն է, նվիրատվության դեպքում արդեն նոտարը կպահանջի նաև ներկայացնել սահմանափակումների մասին միասնական տեղեկանք, դա փաստաթուղթ է այն մասին, որ ձեր գույքը կալանքի եւ արգելանքի տակ չէ եւ դուք կարող եք նվիրատվության գործարքը կնքել։ Մոտենում եք անձնագրերով, անձը հաստատող փաստաթղթերով եւ ելի ոչ մի դժվարություն։ Լավ եղեք։